Հույս նշանակում է դրական մտածելակերպ և վերաբերմունք ունենալ։ Հույսով լեցուն մարդը կտրականապես հրաժարվում է բացասաբար տրամադրված լինելուց, թեև նա գիտակցում է իր կյանքի փոթորիկները և պայքարում է դրանց հետ, սակայն հույսով լեցուն է իր մտքում, իր դիրքորոշման մեջ, նաև մարդկանց հետ հաղորդակցվելիս։ Կարծում եմ շատ հաճախ մենք ծուղակն ենք ընկնում, երբ սպասում ենք լավատեսական կամ հույսով լի տրամադրություն ունենալուն։ Հուսալը նշանակում է որոշում կայացնել, որ մենք դրական վերաբերմունք ենք ունենալու և չենք ապրելու ըստ մեր զգացմունքների։ Ճշմարտությունն այն է, որ երբ մենք հաստատ որոշում կայացնենք դրական և հույսով լեցուն մտածելակերպ ունենալ, որոշ ժամանակ անց մեր զգացմունքները կհամապատասխանեն այդ որոշմանը։ Ես անչափ սիրում եմ Զաքարիա 9:12-ը. «Վերադարձեք ապահովության և բարգավաճման ամրոցը, ով հույսի գերիներ»։ Այսօր էլ ես ազդարարում եմ, որ կրկնակի չափով վերականգնելու եմ ձեր առաջվա բարգավաճումը։ Ինչ է նշանակում հույսի գերի դառնալ։ Նշանակում է, որ անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մենք հրաժարվում ենք թողնել հույսը և վստահում ենք, որ Աստված կարող է օգնության հասնել։ Երբ դուք հույսի գերի եք դառնում, թշնամին չգիտի, թե ինչ անի։ Գուցե նա ընդդիմանա ձեր բացասական մտքերով, բայց չի կարողանա վնասել ձեզ, եթե վճռեք, որ ամեն ժամանակ լիովին վստահելու եք Աստծուն։ Աստված ցանկանում է օրհնել ձեզ։ Նա ցանկանում է կրկնակին հատուցել ձեզ անցյալի ցավի համար և այն ամենի համար, ինչը կորսվել է։ Եսայիա 61:7։ Եվ մեր արձագանքն անչափ կարևոր է։ Մեր գործն է հավատալ, վստահել և հուսալ։